Զարմանալի է այն արդյունքը, որ ստացանք հես թայլանդական բազմացման մեթոդով, որը կիրառեցինք կիտրոնի, թզենու եւ նաեւ ավոկադոյի վրա։ Արդյունքները իսկապես զարմանալի են, արմատակալման տոկոսը շատ բարձր է, իսկ մեթոդը շատ հեշտ է կրկնօրինակել տանը։ Այս համակարգի մեծ առավելությունն այն է, որ մեր կտրոնի յուրաքանչյուր բողբոջ կամ ծիլ կարող է դառնալ լիովին անկախ նոր բույս։ Ի տարբերություն օդային շերտավորման, որը քեզ տալիս է միայն մեկ ծառ, այս մեթոդով կարող ես մեծ քանակությամբ բազմացնել քո բույսերը, օգտագործելով ընդամենը մեկ ճյուղի կտոր։ Մի փոքր ներփանկատություն է պահանջվում, այո, բայց երբ սովորես, վստահեցնում եմ շնորհակալ կլինես ինձ, որովհետև արդյունքները իսկապես տպավորիչ են։ Ուրեմն մնա մինչև վերջ, որովհետև կարևոր է, որ բաց չթողնես այն բոլոր մանրամասները, որոնք հիմա պատրաստվում են բացատրել։ Սկսում ենք։ Այս թայլանդական բազմացման մեթոդի համար մեզ պետք է պլաստիկ շիշ, ցանկալի է 8 լիտրանոց, մկրատ կամ դանակ, գետի ավազ կամ լվացված ավազ։ Կարելի է օգտագործել նաև շինարարական ավազ, բայց այն պետք է շատ լավ լվանալ մաքուր ջրով օգտագործելուց առաջ։ Եթե օգտագործում ես ծովի ավազ, համոզվիր, որ այն մի քանի անգամ լվանում ես, որպեսզի ամբողջությամբ հեռացնես աղերը։ Մաքրությունը շատ կարևոր է, քանի որ այս մեթոդի դեպքում մենք ունենալու ենք շատ բարձր հարաբերական խոնավություն 90-ից 100% շաբաթների ընթացքում, եւ աղի կամ օրգանական մնացորդների ցանկացած հետք կարող է առաջացնել սնկային հիվանդություններ կամ փտախտ։ Նաև պետք են 3 կտրոններ յուրաքանչյուր տեսակից, մեկը 1 կտրոն կիտրոնենուց, 1 կտրոն թզենուց եւ 1 կտրոն ավոկադոից կամ պալտայից մոտ 10-ից 15 սանտիմետր երկարությամբ եւ մի քանի տեսանելի բողբոջներով։ 3% կամ 10 ծավալ ջրածնային պերոքսիդ, այնինչ տանը ունենք։ Դարչին փոշիացված, ցողիչ եւ մի փոքր բամբակ, թեև դա պարտադիր չէ։ Սա կօգնի ջրահեռացմանը եւ կկանխի, որ ավազը դուրս գա։ Հիմա վերցնում ենք շիշը եւ կտրում ներքևի մասը մոտ 5 սանտիմետր բարձրությամբ։ Այս հիմքը կլինի մեր հիմնական տարան։ Ներքևի մասում մոտ 2 սանտիմետր հիմքից անում ենք 1 ջրահեռացման անցք, որպեսզի ավելորդ ջուրը հեշտությամբ դուրս գա։ Այս անցքը կարող ենք անել դանակով, լուցկու երկաթով կամ էլեկտրական զոդիչով, բայց ես խորհուրդ եմ տալիս անել դանակով, որովհետև դա արագ է, մաքուր եւ ճշգրիտ։ Եթե անցքը մի փոքր մեծ ստացվի, կարող ես մի կտոր բամբակ դնել, որը թույլ կտա ջուրը դուրս գալ, բայց կկանխի ավազի դուրս գալը։ Երբ անցքը պատրաստ է, տարայի մեջ ավելացնում ենք 4 սանտիմետր ավազ։ Կարևոր է վերևի մասում 1 սանտիմետր ազատ թողնել, որը կծառայի որպես ոռոգման եւ օդափոխության խցիկ։ Գետի ավազն ամենահարմարն է, որովհետեւ այն ծակոտկեն է, օդափոխվող եւ թույլ է տալիս պահպանել մշտական խոնավություն առանց ջրի կուտակման։ Եթե միայն շինարարական ավազ ունես, օգտագործելուց առաջ շատ լավ լվա այն մաքուր ջրով։ Եվ եթե օգտագործում ես ծովափնյա ավազ, հիշիր այն մի քանի անգամ լվանալ, որպեսզի ամբողջ աղը դուրս գա։ Այս քայլը շատ կարևոր է, որովհետև մենք աշխատելու ենք 90-ից 100% մշտական խոնավության պայմաններում, եւ ցանկացած աղտոտվածություն կարող է բորբոս կամ բակտերիաներ առաջացնել։ Հիմա գալիս է ամենակարևոր մասը։ Այս դեպքում մենք դա կանենք 3 տարբեր կտրոններով։ Մեկը կիտրոնի ծառից, մեկը թզենուց եւ մեկը ավոկադոից կամ պալտայից։ Գործընթացը 3-ի համար էլ լրիվ նույնն է։ Վերցնում ենք յուրաքանչյուր ճյուղը մոտ 10-ից 15 սանտիմետր երկարությամբ, որպեսզի ունենա մի քանի բողբոջ կամ աճի կետեր։ Կողմերից մեկում անում ենք երկայնական կտրվածք մոտ կեսից 1 սանտիմետր լայնությամբ, կախված կտրոնի հաստությունից։ Այս կտրվածքը պետք է մանի կանաչ շերտը կամբիումը, մինչև հասնենք կենթանի փայտին։ Կարևոր է այդ հատվածում նրբորեն քերել կամբիումը, որովհետև բույսը կսկսի սպիանալ եւ նոր արմատներ չի առաջացնի, եթե այդ մասը չմաքրենք։ Կտրվածքը կատարելուց հետո այդ հատվածի վրա անմիջապես մի փոքր քանակությամբ աղացած դարչին ենք քսում։ Դարչինը գործում է որպես բնական սնկասպան եւ պաշտպանում է հյուսվածքը, մինչ այն սկսում է արմատներ զարգացնել։ Հիմա կտրոնները հորիզոնական դնում ենք ավազի վրա այնպես, որ միայն կտրված հատվածը լինի ուղղակի շփման մեջ սուբստրատի հետ։ Պարզապես համոզվում ենք, որ կտրված հատվածը մշտապես շփման մեջ է խոնավության հետ, քանի որ այդ մասը կարևոր է։ Եթե այն չորանա, կտրոնը չի արմատավորվի։ Շատ կարևոր է այդ մակերեսը միշտ խոնավ պահել, բայց առանց ջրի ավելցուքի։ Հիմա պատրաստելու ենք ոռոգման ջուրը։
1 լիտր մաքուր ջրի մեջ ավելացնում ենք 1 թեյի գթալ 3% ջրածնի պերօքսիդ կամ 10 ծավալ։ Եթե խտությունը ավելի բարձր է 20 ծավալ կամ 6%, օգտագործում ենք միայն կես թեյի գթալ 1 լիտրի համար։ Այս խառնուրդով դանդաղորեն ջրում ենք ավազը, մինչև ավելցուկային ջուրը սկսի դուրս գալ ներքևի անցքից։ Այսպես համոզվում ենք, որ խոնավությունը հավասարաչափ է բաշխվում առանց ենթաշերտը հագեցնելու։ Հաջորդ քայլը մեր բնական սնկասպանն է պատրաստել դարչինի հիմքով, որը իդեալական է սնկերի և բակտերիաների կանխարգելման համար։ Այն պատրաստելը շատ հեշտ է։ 1 լիտր ջրի մեջ ավելացնում ենք մի պտղուն ծաղացած դարչին, լավ խառնում ենք մինչև լուծվի, ապա քամում ենք բարակ կտորով կամ սուրճի ֆիլտրով և լցնում ցողիչի մեջ։ Այս միջոցը կիրառելու ենք յուրաքանչյուր 3 օրը մեկ։ Օգտագործում ենք այն ժամանակ, երբ բացում ենք շիշը օդափոխության համար։ Թեթևակի ցողում ենք ավազը, կտրոնները և մինի ջերմոցի ներքին պատերը պահելով միջավայրը խոնավ և մաքուր։ Հիմա վերցնում ենք շշի վերին մասը և կողքից ուղղահայաց կտրվածք ենք անում։ Սա մեզ թույլ կտա բացել N և տեղադրել հիմքի վրա այս կերպ ստեղծելով տնային մինի ջերմոց։ Այս համակարգը կպահպանի խոնավությունը մշտական 90-ից մինչև 100%, ինչը իդեալական է, որպեսզի կտրոնները բնական ձևով արմատավորվեն։ Տեղադրում ենք բազմապատկիչը լավ անուղղակի լույս ունեցող վայրում, խուսափելով ուղիղ արևի ճառագայթներից։ Յուրաքանչյուր 3 օրը մեկ թեթևակի բացում ենք կափարիչը օդափոխելու, խոնավությունը ստուգելու և դարչինի բնական սնգասպան միջոցը կիրառելու համար։ Եթե նկատում ենք, որ ավազը չափազանց չորանում է, մի փոքր մաքուր ջուր ենք ավելացնում վերևի կողմից։ Համապատասխան պայմաններում ջերմաստիճանը 20-ից մինչև 28 աստիճան Ցելսիուս և բարձր խոնավություն, արմատավարման գործընթացը կարող է տևել 4-ից 6 շաբաթ, կախված տեսակից։ Թզենին և կիտրոնենին սովորաբար ավելի շուտ են արմատավորվում, ավոկադոն մի փոքր ավելի երկար է տևում, բայց բոլորը շատ լավ են արձագանքում այս մեթոդին։ Հասնում է գործընթացի ամենահետաքրքիր պահը։ Հիմա արդեն կարող ենք հանել ճյուղերը բազմացնող սարքից և սկսել բազմացնել մեր բույսերը։ Այժմ մենք ճյուղը կկտրենք ուղղահայաց հատվածների օգտագործելով արմատավորված կտրոնի ամբողջ երկարությունը։ Յուրաքանչյուր կտոր կարող է մոտ 2 կամ 3 սանտիմետր երկարություն ունենալ, և եթե ունի 1 բողբոջ, էլ ավելի լավ, թեև եթե չունի, ոչինչ։ Ժամանակի ընթացքում բույսը կստեղծի իր սեփական բողբոջները և առանց խնդիրների կշարունակի աճել։ Եթե բախտ ունենք գտնելու բողբոջներ կամ փոքր ծիլեր, այդ հատվածները պահպանում ենք և կտրվածքները դրանց միջև ենք հանում։ Եվ այսպես, ընդամենը մերկ արմատավորված ճյուղից կարող ենք ստանալ մի քանի նոր բույսեր, որոնք պատրաստ են դառնալ նոր պտղատու ծառեր։ Այս մեթոդի իսկապես զարմանալի կողմն այն է, որ ընդամենը մեկ ճյուղից կարող ես բնական, տնտեսող և շատ հեշտ ձևով ստանալ տպավորիչ քանակությամբ նոր ծառեր։ Չէ՞ որ այս թայլանդական ձևը հիասքանչ չէ։ Ahարև վերջ ընկեր։ Այսքան հեշտ է թայլանդական ձևով տարածել կիտրոնենիներ, թզենիներ և ավոկադոներ։ Եթե քեզ դուր եկավ այս տեսանյութը, մի մոռացիր լայք դնել և բաժանորդագրվել, որովհետև շուտով կլինեն ավելի շատ պարզ և փորձված մեթոդներ, որպեսզի քո այգին լի լինի կյանքով։ Մինչ հաջորդ անգամ։